Արամաստ Գալամկարյանը Facebook-յան իր էջում գրել է. Որոշեցի ամփոփել Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի եւ Հայ ազգային կոնգրեսի էջը, մեկ անգամ եւ ընդմիշտ արձանագրելով որոշ դրվագներ, տալով դժվար հարցեր, լույս սփռելով որոշ դրվագների վրա, որոնց միջով ապրել ենք 1998-ից ի վեր։ Կանխավարկածս բավական հավակնոտ եւ հանդուգն է։ Կոնգրեսի ներկա եւ նախկին բազմաթիվ ընկերներ, ծանոթներ եւ զինակիցներ ազնիվ չեն, երբ քննադատում են գործող իշխանությանը եւ պաշտպանում են Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին շրջանում արված քայլերը։ Նախ եւ առաջ արձանագրենք, որ ես իմ արած որևէ բանից չեմ հրաժարվում։ Ինչ արել եմ 2008-ից 2013 թվականներին, որպես այլընտրանք շարժման, իմպիչմենտ դաշինքի, Հայ ազգային կոնգրեսի անդամ արել եմ հավատով, համոզմունքով, առանց ետին մտքերի, առանց որևէ նյութական շահագրգռության։ Հիմա ինքս ինձ թույլ եմ տալիս հնչեցնել հետևյալ առանցքային հարցերը։ Ով սկսեց 1988-ի Ղարաբաղյան շարժումը։ Հուշում, միթե սովետական կագեբեն, ինչպես պնդում էր Աշոտ Մանուչարյանը։ 1988 թվականի ամենաառաջին ցույցերին մասնակցում էին սովետական գործարանների աշխատողներ, տարեց մարդիկ, եթե չեք հավատում, նայեք արխիվային կադրերը։ Հարց. միթե նրանք կարող էին երթով անցնել Երևանի կենտրոնով եւ Լենինի հրապարակով, առանց կոմունիստական կուսակցության դաբրոյի։ Ինչպես պատահեց, որ շարժումը մեկնարկած Իգոր Մուրադյանին եւ պարտիայի հրահանգները մշտապես կատարած մյուսներին փոխարինեցին այնպիսի մարդիկ, ինչպիսիք էին Լևոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, Վազգեն Մանուկյանը։ 1994 թվականի զինադադարից հետո Հայաստանը նախաձեռնեց ինքնուրույն բանակցություններ Ադրբեջանի հետ, որ պահին ինչպես պատահեց, որ Հայաստանը դադարեց այդ բանակցությունները։ 1997-ին գրված պատերազմ թե խաղաղություն հոդվածով եւ 1998-ի հունվարին անվտանգության խորհրդի երկօրյա նիստին իր ելույթներով ինչ նպատակ էր հետապնդում Լևոն Տեր-Պետրոսյանը։ 1998 թվականի փետրվարին տված իր հրաժարականի հիմքում ինչ պրոցեսներ էին, ում նկատի ուներ նախագահը, երբ հիշատակում էր պատերազմի կուսակցությունը։ Ինչու Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն 2007-ից 2008 թվականներին, ինչով էր նա տարբերվում գործող Ռոբերտ Քոչարյանից եւ նախագահի պաշտոնին հավակնող Սերժ Սարգսյանից։ Ինչու են վերջին մի քանի տարիներին Լևոնը եւ Հայ ազգային կոնգրեսը խաղեր տալիս Ռուսաստանի Դաշնության հետ։ Ինչու է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը անում քայլեր, որոնք ակնհայտորեն դեմ են իշխող ուժի մոտեցումներին։ Սկսենք պատասխանել կամ փորձել պատասխանել։ Լևոն Տեր-Պետրոսյանը սպասարկում է Ռուսաստանի Դաշնության, իմա ռուսական կայսրության շահերը։ Արդյոք այստեղ կա որևէ կրիմինալ։ Ոչ մի կրիմինալ չկա։ Դա դիրքորոշում է, որը կարող է լինել հիմնավորված։ Միակ պահանջը, որ ես դնում եմ որպես Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր վարչության անդամ, որպես 2006 թվականից քաղաքականության մեջ մտած եւ Լևոնի ու իր թիմի իշխանության հասնելու նպաստած շարքային ակտիվիստ, հետեւյալն է. բաց տեքստով ընդունել, որ դուք դեմ եք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը։ Այս մոտեցումը կարող է լինել հիմնավորված որպես գաղտնիք ասեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինքս ունեցել եմ նման վաղ մտայնություն ու ինքս եմ առաջարկել գործող իշխանությանը զոհել մեր երկրի ինքնիշխանության մի մասը, դիմացը ենթադրաբար ստանալու գոյատևման երաշխիքներ։ Ախպեր, եթե դուք ես մոտեցման կողմնակիցն եք, ուղիղ հայտարարեք այդ մասին, ասեք, որ այն ինչ անում են Նիկոլ Փաշինյանը եւ իր գլխավորած քաղաքական թիմը, այո, նպաստում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը, բայց դա ճանապարհ է դեպի Հայաստանի կործանում։ Վախենում եք, լուրջ վախենում եք ուղիղ ասել, որ դեմ եք Հայաստանի Հանրապետության անկախությանն ու ինքնիշխանությանը։ Գուցե դուք իսկապես ճիշտ եք ու պարզվի, որ այս ուղին մեզ տանում է դեպի կործանում, բայց մի կեղծեք, վերջապես բավարար ազնվություն գտեք ձեր մեջ։ Իսկ գիտեք թե որն է ինքնիշխանության, անկախության եւ գուբերնիա ֆորպոստ լինելու միջև էական տարբերությունը։ Ինչպես իմ կողմից շատ հարգված Վահե Գրիգորյանը մի անգամ դիպուկ ձևակերպեց, տարբերությունն է նա, թե որ ճակատներում են զոհվում քո զավակները։ Ով է տալիս հրաման գնալ եւ պաշտպանել X կամ Y սահմանը, ու եթե պետք լինի, զոհվել այդ սահմանը պաշտպանելիս։ Մենք արդյոք ուզում ենք, որ մեր զինվորները, ինչպես առաջին աշխարհամարտի եւ երկրորդ աշխարհամարտի տարիներին, գնան զոհվեն պայմանական Կարսի մատույցներում, Չեխիայում կամ այսօրվա Ուկրաինայում։ Կողմնորոշվեք, գրողը ձեզ չտանի, կողմնորոշվեք, հատկապես եթե զին ծառայող հարազատ ունեք կամ շուտով ունենալու եք։
Լևոն Տեր-Պետրոսյանն անցած տարիներին արեց ամեն ինչ, որ ինքն իրեն դիրքավորի ռուսական շահերը սպասարկողի դերում։ Վերջին կաթիլը Կտրիչ Ներսիսյան անաստվածի հետ ցուցադրական հանդիպումներն էին։ Վիրավորական հուսահատ ջանքեր, որոնք վկայում են Կրեմլին հավատարմության մասին։ Բարի, ես չեմ բացառում, որ իսկապես պարզվի, որ մենք անկախ գոյություն ունենալու ռեսուրս չունենք։ Բայց նրա համակիրները պարտավոր են ուղիղ հայտարարել, որ դեմ են Հայաստանի Հանրապետության անկախությանը, եւ մենք մեզ պիտի հարց տանք, արդյոք ցանկանում ենք ապրել Ռուսաստանի Դաշնության ծայրագավառում։ Անկամ եթե դա երաշխավորում է մեր ֆիզիկական գոյությունը, մնացածը, թե ուրիշ ոչինչ չկա։ Կրկնում եմ, ես 2006 թվականից եղել եմ այլընտրանք շարժման եւ իմպիչմենտ դաշինքի կորիզում։ Չեմ զղջում այն ամենի համար, ինչ արել եմ, բայց 2025 թվականի հունիսին ինքս ինձ հարց եմ տալիս, ինչ այլ բան էր փոխելու ԼՏՊ-ն, եթե 2008-ին գար իշխանության, քան համատարած կոռուպցիայի մեղմումը։ Միթե աշխարհաքաղաքական առումով անելու էր որևէ այլ բան, քան անելու էր Սերժը։ Ես չեմ նսեմացնում քրյա օլիգարխիկ բուրգի դեմ պայքարի կարևորությունը, բայց ժողովուրդ, եկեք մենք մեզ հարց տանք, արդյոք Հայաստանը հաղթահարելու էր Ռուսաստանի գերիշխանությունը։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո կոչ արվեց համախմբվել Ռոբերտ Քոչարյանի շուրջը։ Ինչու՞։ Ինչ նպատակով։ Ավելին, ինչու է 1998 թվականին հրաժարական տված Լևոնի կուսակցությունը, ՀՀՇ-ն, ընտրություններում պաշտպանում Ռոբերտ Քոչարյանին։ Ինչու։ Միթե այն պատճառով, որ Մոսկվան էր այդպես որոշել։ Ես որպես փաստ գիտեմ, որ 1994-ից 96 թվականներին Լևոնը եւ Ժիրայր Լիպարիտյանը փորձել են ուղիղ բանակցությունների եւ երկխոսության մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Չեմ կասկածում, որ իսկապես փորձել են կարգավորել Ղարաբաղյան թնջուկը, բայց հետո տեղի է ունեցել մի բան, որը բեկել է այս ընթացքը, խոշոր եւ սպառնալից մի բան։ Ու դրանից հետո Լևոնը գրել է իր հայտնի հոդվածը, ունեցել է իր հայտնի ելույթները ԱԽ-նիստերում եւ տվել է իր հայտնի հրաժարականը։ Ինքս ինձ հարց եմ տալիս, ինչ էր շահում նա դրանք անելով, եթե գիտեր, որ Մոսկվան սատարում է կարգավորմանը հակառակվող ուժերին։ Դա ինչ էր, ինչի համար էր նա այդ ամենն անում։ Պատասխանս մեկն է՝ սեփական անձը, սեփական անունը մաքրագործել, դիստանցավորել տեղի ունենալիքից։ Զուտ, ընդամենը պատմության համար, որ դարեր հետո գտնվեն միամիտներ, որոնք կասեն՝ այ Լևոնն ասում էր, իսկ իրեն լսող չկար։ Ու կլինեն սակավաթիվ մարդիկ, որոնք կտան շատ տրամաբանական մի հարց՝ սեփական երկրի տարածքում Ռուսաստանի Դաշնության ռազմաբազա տեղադրած, պատերազմում ռուսական զենք օգտագործած, սեփական երկրի սահմանների պաշտպանությունը Ռուսաստանի Դաշնությանը պատվիրակած նախագահը, ինչպես կարող էր դեմ դուրս գալ նույն այդ կայսրությանը, ինչ կարգավորում, ինչ մադրիդյան սկզբունքներ, ինչ բուֆերային գոտու վերադարձ։ Լուրջ։ Ու այստեղ հառնում են երկու հիրավի ողբերգական անձինք եւ նրանց ճակատագրերը՝ Վանոս Իրադեղյան եւ Վազգեն Սարգսյան։ Առաջինը մարգարե, ռենտգեն, խորաթափանց, անվախ, խենթ, որն ամրացրեց Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերը, եւ Վազգեն Սարգսյան, գիժ հայրենասեր, ռոմանտիկ, հավատավոր, ինքն իր սիրո ձեռքը կրակն ընկած, բայց նույնպես խենթ։ Կարիք չկա ասելու, թե այս երկուսին ինչպիսի վախճան էր սպասվում։ Վերադառնալով վերը հիշատակված առանցքային հարցին, միթե ներկա իշխանությունն ամրապնդում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, բարձրացնում անկախության մակարդակը եւ միթե սրան դեմ լինելն ունի լեգիտիմ հիմքեր։ Իմ պնդումը հիմնված է հետեւյալ հանրահայտ փաստերի վրա։ Առաջին, Հայաստանի Հանրապետության սահմանների մի զգալի հատվածն այսօր վերահսկվում է ՀՀԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից։ Երկրորդ, Հայաստանը զենք է գնում ոչ թե մեկ աղբյուրից, այլ մեկից ավելի աղբյուրներից։ Երրորդ, Հայաստանն այսօր ուղիղ շփումների մեջ է թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ։ Չորրորդ, Հայաստանը հիմնել է արտաքին հետախուզության ծառայություն, որտեղ ներդրված չեն կայսրության ագենտներ, առնվազն արվել է նման փորձ։ Հինգերորդ, եթե նախկինում Հայաստանի Հանրապետության նախագահը Կրեմլի հետ համաձայնեցնում էր իր ամենակարևոր որոշումների, ասենք 90%-ը, այսօր ենթադրաբար 10%-ը։ Վեցերորդ, Հայաստանն իրականացնում է բանակի խորքային ռեֆորմ, կրճատելով պարտադիր ծառայության ժամկետը, վերապատրաստելով հատուկ ջոկատայիններին, կառուցելով նախադեպը չունեցող ամրաշինական կառույցներ։ 7-րդ, գլխավոր շտաբը մաքրվել է հակապետական տարրերի մի գերիշխող մասից, որոնք հեղաշրջման փորձի մասնակից էին։ 8-րդ, Հայաստանը մաքրում է հայ առաքելական եկեղեցու ավգյան ախոռները, որոնք տասնամյակներ, եթե ոչ դարեր, հպատակ են եղել մի օտար կենտրոնի։
9. 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանն առաջին անգամ բացահայտ հայտարարել է, որ իրական Հայաստանն է իր միջոցն ու նպատակը, ու որ հարևան որևէ երկրի նկատմամբ չունի որևէ տարածքային պահանջ։ Հիմա իմ սիրելի Պասկևիչյաններ, Մուսինյաններ, Զուրաբյաններ եւ մնացյալ, կողմնորոշվեք գրողը տանի, կամ դուք կողմ եք այս վերոնշյալ քայլերին, այսինքն կողմ եք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության խորացմանը եւ ծավալմանը։ Կամ էլ կարծում եք, որ մեր փրկությունը միայն մետրոպոլիայի ծայրագավառ լինելու մեջ է։ Բայց կներեք, երկրորդ տարբերակ ընտրելիս բավարար քաջություն եւ ազնվություն ունեցեք ընդունելու, որ դուք փորձում եք որոշում կայացնել իմ զավակների ճակատագրի վերաբերյալ։ Դուրս եկեք դիմացես եւ ճակատիս ասեք, որ դուք ձեզ իրավունք եք վերապահում որոշել, թե հանուն ինչի եւ որ պետության սահմանին զոհվեն իմ զավակները, ոչ թե ձեր, այլ իմ։ Իսկ եթե այսքանն անելու խիզախություն չունեք, պապանձվեք, նամուս եւ ազնվություն գտեք ձեր մեջ եւ պարզապես պապանձվեք։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, որը մեր գլխին ընկել է որպես նվեր, այլ ոչ թե Ղարաբաղյան շարժման արդյունքում, ու որը մենք պահպանելու ենք հակառակ ձեր քստմնելի քայլերի։ Հետգրություն, ցանկանում եմ ընդգծել, որ կտրականապես մերժում եմ անձնական վիրավորանքները։ Ցավում եմ, որ վարչապետն ու առաջին տիկինն իրենց խոսքում հատել են մի կարևոր սահման։ Հորդորում եմ վերադառնալ քաղաքակիրթ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված շփման։